Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է ապրիլի 26-ի համար, օրը շաբաթ է, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Իհարկե սա տարվա ծնված նշանների համար է, թե ուզում եք ամսվա ծնվածները անցեք մյուս ալիքների հղումները կան մեկնաբանության բաժնում։ Գնայինք առնետներին, ես դեռ մի փոքր հիվանդ եմ, այնպես որ դեռ պետք է տանեք իմ ձայնը, եթե չեք ուզում տանեք, ուրեմն երկար մի լսեք։ Ինչ է սպասվում առնետներին ապրիլի 26-ին։ Լավ օր է, շրջապատված կլինեք տարբեր մարդկանցով, շատ լավ մարդկանցով իհարկե, նաև կարող է այստեղ ոմանք ինչ-որ բաներ պարապեք, սովորեք, կամ այնպիսի մի տեղ լինեք, որտեղ որ բոլորդ նույն հետաքրքրություններն ունեք եւ իրար հետ ինչ-որ բանի մասին խոսեք կամ անեք։ Եվ այդ օրը կզգաք, որ հասունացել եք, կզգաք, որ մեծացել եք, ի վերջո, տարիքը կզգաք, հասունությունը կզգաք, իմաստությունը։ Ոմանք նաև ոչ է գաղտնիք կարող են լսել այդ օրը, նաև ասացի արդեն զբաղվեք ուսմամբ, քննության եք պատրաստվում, նաև փոխեք ինչ-որ կյանքի մի էջը փոխեք մյուսով, հա, մի վերադարձեք հին առաջ նայեք, ձեր դիմացը նայեք, ոչ թե հետ։ Եվ միգուցե ձեր դիմացը ոչ թե տղամարդ է կանգնած։ Այդ օրը հանդիպում շփում որևէ տղամարդու հետ, տեսնենք ով է։ Շատ կշփվեք, չգիտեմ ով է, բայց շատ կշփվեք իր հետ։ Միգուցե նաև շփվում եք եւ բամբասենքի առիթ է դա դառնում։ Եվ ուշադիր եղեք, որ լեզվակռվի մեջ չընկնեք, որովհետեւ ընդհանրապես իրենք վիճում են։ Իրենք վիճում են, ոչ թե շփվում են, այդ ես եմ փոխում, շփվել բառն եմ ասում։ Բայց իրանք տիտիկները ընդհանրապես նայեք, թևերը կատաղած է, ինքն է սկսում։ Դե համար թող կարող դուք սկսեք վեճը։ Դե համար հենց որ լեզվակռիվ է լինում, ասում է 2 րոպե որ մարդը լռի, ամեն ինչ կանցնի իր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին իհարկե, տարվա ծնված ցուլերին, այստեղ եզա կոչվում սա։ Ինչ է սպասվում ցուլերին ապրիլի 26-ին։ Խորամանկ անձնավորություն կա։ Խորամանկ անձնավորությունը մտնելու ձեր տուն։ Գուցե ուզում եմ այնպես անել քանդել ձեր տունը։ Կորցնեք վստահությունը ինչ-որ մեկի հանդեպ, մարդիկ կորցնեն վստահությունը ձեր հանդեպ, ուշադիր եղեք։ Սա ինչ-որ մեկն է, որ կպած գալիս է ձեր տուն, որ քանդի։ Կորուստ էստեղ, կամ մտնելու է ինչ-որ մի բան գողանա, կամ մարդու երջանկությունը։ Այնպես որ այստեղ շատ ուշադիր եղեք, եւ կորուստ կա, եւ խորամանկ անձնավորություն, եւ տուն առավել եւս։ Տղամարդ է։ Հնարավոր է տղամարդ է։ Կամ տղամարդու հետ է կապված։ Կարող ձեր ամուսինն է։ Ինչ-որ մեկ ուզում է տանել։ Ինչ-որ մեկ ուզում է քանդել ձեր ընտանիքը։ Եթե նաև առիթ ունեք այդ օրը, փորձեք ձեր իրերը, թանկարժեք իրերը հավաքել, պահել։ Եթե գնալու եք առիթի այդ օրը, եւս ձեր թանկարժեք ամուսնուն շատ եմ տեսել, որ մտնում են ձեռն են բռնում, մտնում են թևը, էլի, իբրև թե ինքիմն է։ Այդպես դե հա շատ երկար պետք չի, բայց ինչ որ մի ձևով հասկացնել ապա դիմացինի, որ նա ձենն է, ոչ թե կողեք վերցնել։ Բայց ուղղակի ուշադիր եղեք, նաև սա խաբեություն կարող է լինել։ Խաբեբայություն տան հետ կապված, արքու վաճառքի հետ կապված, տան իրերի հետ կապված, վերանորոգման հետ կապված, կարող է ինչ-որ մի բան է չի գնել, ասում է գնել եմ, հետո նորից էլի կարող ուզի դրա համար, ասի փչացել է, բայց չի փչացել, հա։ Ինչ-որ մի բան է, որը նաև կարող է այդպես խաբեն ձեզ, նորից սարքել տակ, նորից դիմեք, նա ինչ-որ տան հետ կապված նաև կարող է լինել, եթե ու կարող տղամարդ է, կարող մասնագետ է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վագրերին։
բավականին ոգևորված առաջ եք գնալու այդ օրը շատ ճանապարհներին կլինեք։ Ինչ է սպասվում վագրերին ապրիլի 26-ին։ Միգուցե հիմա էլ անգնում այդ քարտը։ Առիթի եք ամենայն դեպս։ Հնարավոր է երեխայի առիթի եք։ Այստեղ կողը ծնունդ է, կնունք է, հնարավոր է նաև երեխայի հղիություն եք նշում այստեղ։ Ամենայն դեպս պարզ երևում է այստեղ, որ երեխայի հետ է կապված, նոր կյանքի հետ է կապված, կա ձեր երեխան է ամուսնանում, ինքն է նոր կյանք մտնում, փոփոխություն է մտնում իր կյանք, դուք եք ամուսնանում, նոր կյանք է, նոր փոփոխություններ ձեր կյանքում։ Ամենայն դեպս իդեալական օր է ձեզ համար։ Ինչ էլ որ անեք, ուր էլ որ գնաք, երեխաների հետ գնաք կենդանաբանական այգի, թե ինչ անեք, միևնույն է լավ օր է ձեզ համար, որտեղ կան երեխաները, որտեղ կան շատ մարդիկ, առիթ, որտեղ կան նաև կյանքում փոփոխություններ։ Կողը օգնում է օրինակ ձեր երեխային, որ ինչ որ տեղից տեղ տեղափոխվի, նոր հասարակություն, նոր մարդիկ, այդպես նոր ինչ որ տեղ մտնում։ Ամենայն դեպս իդեալական օր է։ Փոփոխություններով լի օր է այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակներին։ Ինչ է սպասվում նապաստակներին ապրիլի 26-ին։ Դե ուրախ եք, տրամադրությունը բարձր է, առիթ է, նվերներ, անակնկալներ, ձեզ, դուք, ժամադրություն, սիրելի հետ, լավ ժամանակ եք անցկացնելու մի խոսքով։ Նաև հաջողություն ունեք մեկը մյուսի հետևից։ Ինչ որ մի բան կարող հաջողությամբ ավարտվում է եւ դուք որոշում եք այդ առիթը նշել։ Ինչ որ բան կամ նվեր եք ստանում դրա դիմաց։ Եվ ճանապարհ կարող եք գնալ։ Շատ լինել ճանապարհներին, ինչ որ գործեր կարող եք մղել առաջ։ Հարաբերությունները կարող է մղվել առաջ, եթե նոր առաջին ժամադրությունը կարող է լինել, հա, կարող եք իրար հավանել ըստ այս քարտի եւ միասին ապրել, միասին շփվել։ Ձեզ դուր կգա վերաբերմունք այդ մարդու ձեր հանդեպ եւ ուրախ տրամադրությամբ տուն կգաք։ Նավար նաեւ առիթ է, որտեղ էլի ուրախ տրամադրություն կլինի։ Այս կարող է ճանապարհ եք գնում երկար այդ առիթի մասնակցելու համար, կամ կարող է գնում եք մինչև առիթը գնում եք ստեղ, գնում եք այնտեղ մաս, եղունգ, եսի ինչեր, անընդհատ այստեղից այնտեղ եք գնում, մինչև գնում տեղ եք հասնում։ Սա նաև կարող է նոր տուն եք տեղափոխվել, նոր տարածք եք տեղափոխվել եւ նշում եք, ինչ-որ մարդիկ են գալիս, ուրախ եք, նվերներ են բերում, քաղցրավենիք են բերում։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապներին։ Ինչ է սպասվում վիշապներին ապրիլի 26-ին։ Նամակագրական կապի մեջ կարող եք լինել այդ օրը, կամ ինչ-որ մարդ կարող է ձեզ գրի, որի տղա եք գրում։ Դուք եք ինչ-որ մեկին գրում, ձեզ պատասխանում են, եթե դուք տղա եք, կամ այստեղ տղա է ձեզ գրում, նայեք ինչքան ուրախ եք։ Նաև կարող շատ վաղուց եք ուզում, որ գրիմ։ Նաև փաստաթուղթը կարող է լինել։ Ոմանք կարող են ցուցակ կազմել, գնալ խանութ։ Կարևոր փաստաթուղթ է կարող է ստանում եք, որից ուրախանում եք։ Ինչ որ մի կարևոր մի բան է։ Ամենայն դեպս տրամադրությունը բարձր է, ուրախ եք, էներգիայով լի, հանդիպում, շփում որևիցե տղայի հետ։ Տեսնենք ով ձեր տղան գրում է, ասում որ գալիս եմ տուն, ձեր ամուսինն է գրում, գալիս եմ տուն։ Փոփոխություններ է սա։ Կարող է իմանում եք, որ թոռ եք ունենալու։ Կարող է տեղափոխվում է այդ տղան, կամ այդ տղան է ձեր կյանքում փոփոխություններ մտցնում։ Ում իմանում եք, որ ուրիշ երկիր է ուզում գնալ, կամ ձեզ է ուզում տանել, կամ ինչ որ մի բան է այստեղ, որը որ ձեզ կուրախացնի, կամ գալիս է։
ինչ որ մի բան է, փոփոխություններ են, որոնք որ ձեզ իրոք շատ կուրախացնեն։ Ու հիմքում կանգնած այդ տղան, կամ իր կյանքն է, կամ այդ տղան է ձեր համար այդպեսի բան անում։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք օցերի։ Ինչ է սպասվում օցերին ապրիլի 26-ին։ Հանդիպում շփում որից է տղայի հետ, այստեղ ունեք շփումներ էլ ունեք, հա, ինչ որ տղայի է, կարող գնում եք տղայի մայրիկի հետ ծանոթանալու, ձեր սիրելի տեսնենք ով է այս տղան։ Այս տղայից նորություն կարող եք լսել։ Կներեք։ Նորություն կարող եք լսել։ Նաև կարող է ինչ-որ մեկն է, որ ապրանք է բերում։ Ապրանք է բերում տալիս, առաքիչ է, կամ դուք եք ինչ-որ մի բան առաքում այդ տղայի տուն։ Հանդիպումը դա է։ Նաև հյուր կարող է, դուք եք գնում կամ ինքն է գալիս ձեր տուն հյուր։ Եվ իրար ճանապարհ կարող եք գնալ։ Գնում եք իր մոտ կամ իրար հետ եք գնալու ճանապարհ։ Նաև շփում, շատ շփում այդ օրը կունենաք ինչ-որ մարդկանց հետ, նաև կարող է լեզվակռիվ լինել, նաև կարող է վեճ լինել, այնպես որ ուշադիր եղեք։ Բամբասանք է նաև ձեր հետևից։ Եվ այդ օրը նաև կնոջ հետ կարող եք հանդիպել, խոսել, շփվել, տեսնենք ով է։ Կամ ինչ-որ մի բան ծանոթ եք անում, ինչ-որ մի բանի մասին եք մտածում, չգիտեք ինչ ընտրել, ինչ-որ բան է ձեզ ստանջում, եւ այդ կնոջից խորհուրդ եք հարցնում, կողո ձեր մայրն է։ Նա ձեզ այդ օրը ճիշտ ուղու վրա կդնի, նա ձեզ այդ օրը ճիշտ ուղղություն կտա, ինչ-որ խորհուրդներ կտա, որպեսզի ինչ-որ մի բան առաջ գցեք։ Սա նաեւ տղամարդկանց համար այս կնոջ հետ շարունակել շփվել, թե ոչ։ Նաև այդպես կարող է լինել։ Գնաք ամեն մեկը ձեր ճանապարհներով, թե ինչպես։ Դա կարող է լինել ընկերուհի, ընկեր, դասընկերուհի եւ այլն եւ այլն։ Յուրաքանչյուր մեկ ում այդ որ դուք շփվում եք եւ հիմա կարող եք մտածել գնամ ուրիշ տեղ, հա, տարբեր ճանապարհներով, թե մի ուղությամբ գնանք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին ապրիլի 26-ին։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է։ Երեխաների հետ կապված կարող է առիթ է։ Հնարավոր է նոր կյանք են մտնում, որովհետև անհանգիստ եք, լարված եք այդ օրը։ Նաև սա նոր գործ է, նոր բիզնես է կարող էլի ուզում եք սկսեք ուրախ տրամադրությամբ, բայց ներքին լարվածություն կա, ու մտածում եք ինչպես անեք, ինչ անեք, հաստատ լավ կլինի եւ այլն։ Նաև թորները կարող են գալ, հետո ուժամի գնան օրինակ տուն, եւ դուք անհանգիստ եք, մինչեւ գնան տեղ հասնեն։ Տեսնենք ինչի համար եք անհանգիստ։ Չնայած որ արդեն այս մյուս քարտը կա այստեղ եւ չի գնի, տեսնենք։ Ձեր մտերիմ մարդկանց համար եք անհանգիստ, այսպես թե այնպես մտերիմ մարդիկ են։ Ինչ որ մեկն է, ամենայն դեպս երեխաների հետ այդ օրը կլինեք, երեխաների հետ կզբաղվեք, թորները կգան, դուք կգնաք ձեր ծնողների տուն։ Դե իհարկե եւ առիթ, բայց այստեղ անհանգստանում եք, կամ այս ձեր ընկերներից մեկը անհանգստության առիթ կտա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին ապրիլի 26-ին։ Փոփոխություն ձեր կյանքում, փոփոխություն տան մեջ, ընտանիքում, հարաբերություններում, նաև երկրի տեղափոխություն, քաղաքի
ինչ որ մի բան ձեր կյանքում փոփոխում եք, փոփոխության եք ենթարկում։ Ոմանք կարող են հղիանալ, ծննդաբերել, նաև ոմանք կարող են գնալ բժշկական կենտրոն, գնալ ոչ վարսավիրական կենտրոն եւ այնտեղ ինչ որ գործողություններ անեք, մի խոսքով, առողջության հետ կապված։ Եվ ինչ որ խոչընդոտներ կան։ Տեսնենք այս խոչընդոտները ինչի համար են։ Էմոցիոնալ եք, էմոցիաները ձեր խանգարում են։ Խոչընդոտներ կարող է լինել նաև ձեր մայրիկի հետ կապված։ Ռոմանտիկ ընթրիք եք կազմակերպել, մեկելով մաման գալիս է տուն։ Չի կարողանում վայելել։ Ինչ որ մի բան է այստեղ, որ չի ստացվում, ինչ որ մի բան կազմակերպել կարող է։ Կամ ինչ որ մի բան ձեր մոտ շմութ է մնացել, ինչ որ հարցեր կան, որ պարզ չի եւ դա եւս իր հերթին ձեզ համար խոչընդոտ է հանդիսանում, որ չգիտեք։ Պարզ ոնց բացատրեմ, ամեն մարդ իր մոտ այստեղ կզգա, հա, տարբերություն, որտեղ կարող է մեկ օրինակ բացատրեմ, դուք էլ սպասեք այդ մեկ օրինակին։ Ամեն մարդու մոտ ինչ որ մի բան է այստեղ, որը կապված է էմոցիաների հետ, գաղտնիության հետ, ռոմանտիկ միջավայրի հետ, կուզում եք հանդիպել ձեր ընկերոջ հետ, ընկերու հետ եւ չի ստացվում։ Ինչ որ մի ձևով մեկին է պետք որ հասնեք, նա է պետք անեք եւ այլն, հա, ինչ որ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին ապրիլի 26-ին։ Փոփոխություն ձեր կյանքում հսկինն էլ էլի թռավ խառնելու ընթացքում։ Ուրեմն պետքա գար։ Ոմանք տանիստուն կարող են փոփոխվել կամ կյանքում ընդհանուր մեծ գլոբալ փոփոխություն լինի, հղիություն, ծննդաբերություն, տեղանքի փոփոխություն, ընտանիքում փոփոխություն, հարաբերությունների փոփոխությունը, ինչ որ մի բան է ձեր կյանքում փոփոխվելու։ Հանդիպում շփում, որը չէ կնոջ հետ, ով է, ընտանիքի անդամ է։ Ձեր մայրն է, ձեր քույրն է, հարազատ է, մի խոսքով ընտանիքի անդամ է։ Եվ այդ օրը հաջողություն ունեք, դռները բաց են ձեր առջև, յուրաքանչյուր բան կկարողանաք անել, ուղղել, յուրաքանչյուր բան եւ կարող ինչ որ մի բան եք փակում։ Վերջ եք տալիս դրան, փակում եք այդ թեման, փակում եք այդ հարցը, այդ բանալի ձեր ձեռքում է։ Կուզեք կբացեք, կուզեք կփակեք։ Բայց եթե ինչ որ բաներ եք ուզում անեք, ձեր ձեռքում է եւ կարող եք հանգիստ բացել եւ անել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին ապրիլի 26-ին։ Ճանապարհներին կլինեք։ Ես որպես աքաղաղ հավաստում եմ սա, որ ես ճանապարհներին եմ լինելու։ Նաև նորություն կարող եք լսել այդ օրը, տեղեկատվություն, հյուր ունենաք, հյուր գնաք, փաթեթ կարող եք ստանալ նաև եւ ինչ որ մեկն է ում հետ այստեղ կարող եք տեսնեք սիրահարվեք կամ մի ակնթարթ տեսնեք այն մարդուն ու որ շատ եք սիրում, զգացմունքներ ունեք իր նկատմամբ, ինչ որ մի ձևով իրեն տեսնելուց զգում եք դա, որ էլի տեսակ, ինչ լավ է, անում ոչ է բաներ։ Նաև այդ օրը ոչ է գաղտնիք կարող է բացահայտվել, կարող իրոք ինչ որ մեկը ձեզ սիրո խոստովանություն է անում։ Նաև կարող եք սովորել, քննության պատրաստվել եւ փոխել նաև կյանքի էջը, ինչու՞ չէ։ Սիրահարվում եք, ձեր սիրո խոստովանություն են անում, փոխում եք ձեր կյանքի էջը, մռայլ, այդպես փոխում եք, ուրիշ ձև եք դարձնում։ Ոմանք կարող են իրենց սիրված զգալ, ինչ որ մի բան լինի, որ ձեզ լավ զգաք, նաև դա կարող է լինել հարազատների հանդիպում, հարազատների մեջ գտնվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք
շներին։ Ինչ է սպասվում շներին ապրիլի 26-ին։ Հանդիպում շփում որևիցե կնոջ հետ։ Տեսնենք ով է այս կինը։ Երկուսն են դուրս գալիս։ Տեսնենք խորամանկ է։ Բացի խորամանկ լինելը, հետնել տղամարդ կա։ Չգիտեմ ով է, բայց մի փոքր ուշադիր եղեք, հնարավոր է հենց հարցը ձեր տան տղամարդուն է վերաբերվում։ Դրա համար ուշադիր եղեք այդ պահով։ Հենց այնպես դուրս չեկավ երկրորդը։ Խաբեբա խորամանկ կինը նայեք, այստեղ նաև կորուստ կա։ Ստիպում է ձեզ կորցնել, այնպես է անում, որ կորցնեք ինչ-որ մի բան, ինչ-որ մեկին, ուշադիր եղեք շատ։ Կողը նաև աշխատանքի վայրում է, խորամանկորեն գնում է տնօրենի մոտ և ինչ-որ մի բան է ասում ձեր մասին, կողը դուք եք իրեն ինչ-որ բան պատմել և այդ պատմոցը գնում տեղ է հասնում այդ մարդուն։ Նաև աշխատանք, շատ աշխատանք կարող եք ունենալ այդ օրը, ոմանք աշխատանքի կարող են ընդունվել, պատվերներ գրանցեք, կարիերայի փոփոխություն, բարձրունք, նաև կարող գնում եք ինչ-որ ռեստորանային համալիր, ինչ-որ մի տեղ, փակ տեղ, շաբաթ է կարող գնում եք կինո նայելու, ֆիլմ նայելու, թատրոն եւ այլն, նման ինչ-որ տեղեր։ Եվ իհարկե աշխատանքը եւս ովքեր որ աշխատում են շաբաթ օրը եւս այստեղ ուշադիր եղեք այդ օրը։ Ես կնոջ պատճառով ինչ-որ մի բան չկորցնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին ապրիլի 26-ին։ Խորամանկ անձնավորությունը էլի թռավ նախորդից։ Խորամանկ մարդ կա, նայեք, այստեղ նաև սիրո հետ կարող է կապված լինել, շատ ուշադիր եղեք։ Դե կարող ուղղակի խորամանկորեն գալիս է սիրո խոստովանություն է անում, սիրտն է բացում, չգիտեիք։ Այս դեպքում մի քիչ ուրիշ է։ Տեսնենք ով է լավ, ով է այս խորամանկը։ Եթե գործերն եք ուզում առաջ տանեք, կամ ինչ-որ մեկը գալիս ասում է ձեզ վայ, գործերը արի իրար տանենք, ես քեզ կօգնեմ, սենց նենց, առաջ մղենք, ապա մի փոքր ուշադիր եղեք։ Կարող հույսներ դրել եք այդ մարդու վրա, որ ինչ-որ բան առաջ կմղի եւս էլի փոքր ուշադիր եղեք։ Կարող է խոստացել է ձեզ ինչ-որ մի տեղ կտանի, չգիտեմ, կտանի թե չէ։ Թեկուզ տեղափոխության հետ կարող կապված լինի, կարող ասել է հա կգամ կօգնեմ, բայց այդ օրը խորամանկորեն ցրում է ամեն ինչը, ասում է չէ, ես դες բան չեմ ասել։ Ես կամ սա, ինչ-որ խնդիրներ կա, երեխային պետք է տանեմ պլիտի վրայից, հանեմ եւ այլն, ինչ-որ բաներ կարող է հորինել, որ չգա, որտեղ ինքը խորամանկ անձնավորություն է։ Ոմանք նաեւ կարող այդտեղ սիրո հետ կապված լինի։ Չի բացառվում։ Օրինակ ձեզ ասեն գնանք այստեղ ինչ-որ մի տեղ, խորամանկ անձնավորությունը, չգիտեմ իր հետ տեղ գնալ է ինչով կավարտվի, այնպես որ շատ պետք է ուշադիր լինել, զգույշ լինել։ Բայց ոմանք համենայն դեպս կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն անեն, ոմանք նաև իրենց սիրված կարող են զգալ ինչ-որ մի հարցի վերաբերյալ ուրախ լինեք, նաև դուք սիրո խոստովանություն անեք ինչ-որ մեկին, սիրելիներով շրջապատված լինեք, հանդիպեք ձեր սիրելի մարդկանց։ Ոմանք նաև կարող են սովորել, կարող է այստեղ պատասխանն է գալիս ձեր քննության, եթե սպասում եք, կարող շփոթ է, բայց գալիս է։ Ինտերնետով էլի կարող է գալիս է։ Ոմանք նաև այստեղ կարող գաղտնիք է բացահայտվում են սիրո հետ կապված հարցերում, ձեզ ասում են, այստեղ խորամանկորեն բացահայտում է իր սիրտը, տանում է ձեզ միտեղ եւ այնտեղ է բացահայտում, որ չեք էլ սպասում։ Նեվ կյանքի էջը կփոխեք։ Ինչ որ մի հարց կթողնեք անցյալում ինչ որ մի բան, կարող է ձեր սիրելի հետ խոսում եք եւ ինչ որ մի բան թողում եք անցյալում, նոր կյանք եք սկսում։
Այսքան։ Դες հաճելի օր եմ մաղթում։